համայնքը ցանկանում է այդ այգու տարածքի մի մասում մանկապարտեզ կառուցել, ընդհանուր ծառերի արժեքը գնահատվել էր 20 միլիոն դրամ։ Արդյունքում մենք ուսումնասիրեցինք, պարզեցինք, որ ծառերի հատման թույլտվություն չի եղել։ Դա ձեր ապրուստի միջոցն էր, հա, տարիներ շարունակ ձեր ընտանիքի հետ մշակել եք, ծառեր եք տնկել։ Բոլորիդ եմ ուզում նկարեմ, բոլորի դեմքերը ուզում եմ ֆիքսեմ։ Ձայնագրությունը կտրամադրի մեր համաձայնություն։ Դրա գործ ունեք, դա տեր ունի։ Առնու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Տիգրան Նուրաջյանին եւ Ջրաշենի բնակիչ Էմմա Մելքումյանին 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Ջրաշեն գյուղում ծառահատման դեպք էր տեղ ունեցել, քրեական վարույթ կա նախաձեռնված, օրերս նաեւ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր արտաշատում, բայց կարծես թե ըստեյության հարց է բարձրացվել եւ արտաշատի համայնքապետը փորձել է շրջանցել վարչապետի հարցը, մենք փորձենք հասկանալ թե ինչ է տեղ ունեցել քրեական վարույթը եւ ինչու փորձեց վարչապետի համապատասխան հարցադրմանը համայնքի ղեկավարը այսպես շրջանցելով անցնել, ինչ թաքցնելու կամ ինչ մտահոգությունների տեղիքներ կա, որ չէր ուզում, որ վարչապետը խնդրի մասին տեղյակ լիներ։ Պարոն Մուրադյան, շնորհակալ եմ, Տիկին Էմմա, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Մուրադյան, խնդրում եմ ներկայացեք, թե ինչ է կատարվել։ Մի փոքր նկարագրական մաս ներկայացնեմ, ուրեմն 90-ական թվականներից Տիկին Էմման եւ իր ամուսինը Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, այն ժամանակ համայնք էր, մի տարածքում համայնքի ղեկավարի թույլտվությամբ հիմնել են այգի։ Մեղվաբուծությամբ են զբաղվել այդ այգու տարածքում եւ շատ մեծ այգի են հիմնել եւ տարիներ շարունակ այդ այգին մեծացրել են մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր ամիս։ Օրերից մի օր 2024 թվականին պարզվել է, որ համայնքը ցանկանում է այդ այգու տարածքի մի մասում մանկապարտեզ կառուցել եւ առանց Տիկին Էմմային եւ նրա ամուսնուն նախապես տեղեկացնելու, առանց հնարավորություն տալու, որ իրենց այդ մեծ ծառերը արդեն 18, 19, 20 տարեկան ծառերը տեղափոխեն այլ վայր կամ ինչ որ ձևով իրենց ծառերի հետ կապված լուծումներ գտնեն, եկել են ու առավոտյան շուտ սկսել են այդ ծառերը կտրել։ Արմատախիլ անել, կտրել ամբողջությամբ։ Ներողություն եմ ուզում խնդրեմ, այդ հատվածը, երբ որ իրենք այգին հիմնել են եւ զբաղվել են գործունեությամբ, օրինական օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերի թույլտվությունը կար։ Հիմա ասեմ, քանի որ այն ժամանակ համայնքը որոշել էր, որ պետք է մանկապարտեզը մեկ այլ վայրում կառուցի, փաստաթղթեր ձևակերպել այլ հողատարածքում մանկապարտեզ կառուցելու համար, սա եղել էր 1988 թիվը մինչև մանկապարտեզի տարածք, սակայն քանդվելուց հետո այդ տարածքը այլևս պիտանի չէր որպես մանկապարտեզի համար եւ այդ տարածքում առանց նոտարական վավերացման վարձակալության պայմանագիր էր կնքվել Տիկին Էմմայից հետ, որից հետո Տիկին Էմման դիմել էր դատարան, որպեսզի իր նախապատվության իրավունքը ճանաչվի այդ տարածքի նկատմամբ։ Եվ գործը գնում էր դատարանն էլ հայցի ապահովում էր կիրառել, այսինքն արգելանք էր դրել այդ տարածքի վրա, որպեսզի այդ իրավունքներով չծանրաբեռնվի այդ տարածքը։ Այս պայմաններում այդ ամենը անտեսելով համայնքի ղեկավարի ցուցումով 2024 թվականի դեկտեմբեր ամսին ծառահատում է կատարում։ Քանի որ մենք հասկացել էինք, որ հնարավոր է, որ անօրինական գործողություններ կատարեն, մեկ օր առաջ այդ ծառերի գնահատում ենք կատարել փորձագետի եզրակացությամբ եւ այդ ընդհանուր ծառերի արժեքը գնահատվել էր 20 միլիոն դրամ։ Եվ ծառահատումից հետո մենք հանցանքի մասին հաղորդում ներկայացրեցինք, քրեական վարույթ նախաձեռնվեց համայնքի ղեկավարի կողմից, համայնքային աշխատողների կողմից ծառերը ապօրինյո հատելու եւ այդ հատված փայտը այլ վայր տեղափոխելու հետ կապված։ Քրեական վարույթի արդյունքում այնուհետև կարճվեց քրեական վարույթը։ Մենք դարձյալ բողոքարկեցինք, դատարանը բավարարեց մեր բողոքը եւ հանձնարարեց, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն իրականացնի, բարձելու համար ծառերի թույլտվությունը հատման եղել է օրինական թե անօրինական։ Արդյունքում մենք ուսումնասիրեցինք, պարզեցինք, որ ծառերի հատման թույլտվություն չի եղել։ Ընդհանրապես եղել է համայնքի ղեկավարի գրություն, որտեղ ասվել է, որ հատեք այն ծառերը, որոնք կարող են խանգարել մանկապարտեզի կառուցմանը,
եւ արդյունքում բոլորն են հատել առանց գնահատելու այդ 100 ծառերից Ներկայիս գործող համայնքի ղեկավարի մասին չէ՞ խոսքը բոլորս Նիկոլ Փաշինյանի ներկայացնում էր ողջ համայնքը քանի ծառեր 100 80 մեծ պտղատու ծառեր էին, որ 24 տարի, 22, քանի ծառ 80 խոշոր պտղատու ծառերից մանր ծառեր ես հասեմ տիկին հիմա խոշոր այդ պտղատու ծառերից առանց բարձելու թե քանիսն էին անհրաժեշտ մանկապարտեզի կառուցման համար արդյունքում մենք հիմնավորել ենք ներկայացնել ենք ապացույցներ, որ ծառերի հատումը եղել է ապօրինի օրենքի շրջանակներում, ասեմ ինչու։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված է, որ համայնքի ավականին կազմում է այն ծրագիրը բնապահպանական ոլորտում։ Այդ թվում նաև ծառերի հատման հետ կապված իր մեջ դա է ներառում եւ ավականին պետք է այդ ծրագիրը հաստատի, որից հետո համայնքի ղեկավարը կարողանա ծառերի հատում իրականացնել նման մեծ քանակի առանց ծառերի հատման անհրաժեշտությունը գնահատելու առանց ծառերի հատման վերաբերյալ որոշում կայացնելու առանց արձանագրություն կատարելու, ոչինչ չկատարելով ծառերը հատելն է եւ հիմա քրեական վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ դա մանկապարտեզի կառուցման համար էր եւ պետք է հատվեր։ Մենք էլ ասում ենք լավ, ծառերը մեր սեփականությունն էր, մենք պետք է նախապես տեղեկացնեիք, որպեսզի ծառերի հատումը մենք միգուցե մեր ծառերը վերցնում տանում ենք այդտեղից։ Լավ ասում ենք, հաջորդը համայնքի ղեկավարի այդ գրությամբ նշված չէր ամբողջ ծառերը, նշված էր նրանք, որոնք կարող են խանգարել։ Ինչու գնահատական չի տրվել, թե որոնք են խանգարել, որոնք չեն խանգարվել։ Արդյունքում քրեական վարույթը դարձյալ կարճվել է, դարձյալ բողոք ենք ներկայացրել ու ստացվում է, որ հիմա պետությունը, պետական իրավասու կառույցները այս հարցի նկատմամբ դարձյալ անհետևողական մոտեցում են ցուցաբերում։ Ծառերի հատման անօրինական փաստի արկայությունը անտեսվում է։ Սա է ամբողջ խնդիրը ու մենք ուզում ենք, որ լուսաբանվի այս հարցը, քանի որ Երբ կարճր է գործը քննչական կոմիտեում է 2025 թվականի դեկտեմբեր ամսին կարճվել է, մենք բողոքարկել ենք վերադաստատախազին, հիմա արդեն նաև դատարանին։ Մենք գտնում ենք, որ եթե ներկայիս գործող համայնքի ղեկավարը չլիներ, այլ մեկ այլ պաշտոնատար անձ լիներ, վստահ եմ, որ մեղադրանք էր առաջադրվում։ Ընդդիմադիր։ Չեմ կարող ասել ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր, ուղղակի այնպիսի մի մարդ, որը որ հասարակ մարդ լիներ։ Իշխանության հովանավորությունը չունենար։ Ուղղակի հասարակ մարդ լիներ, ոչ հովանավորություն ունենար, ոչ էլ չունենար։ Ուղղակի հասարակ սովորական մարդ լիներ, գնալ մեկի ծառը կտրեր։ 80 ծառ, պտղատու ծառ ուղղակի կտրեր։ Ինչ նպատակով չէ, առանց թույլտվությամբ կտրեր։ Վստահ եմ, որ քրեական վարույթով մեղադրանք կառաջադրեին, հետևանքներ կունենար։ Կողմնապահություն անում նախաքննական օբյեկտիվ քննություն։ Այո, մենք գտնում ենք, որ այստեղ կա ոչ օբյեկտիվ քննություն, թերի քննություն, եւ հենց ամբողջ խնդիրը սրանում է կայանում, որ մենք ուզում ենք այս հարցը լուսաբանվի։ Տիկին Էմա, դա ձեր ապրուստի միջոցն էր, հա, տարիներ շարունակ ձեր ընտանիքի հետ մշակել եք, ծառեր եք տնկել։ Այո, բնականաբար, որովհետև այդտեղ մեծ ներդրումներ է կատարվել, տարածքը ձորակ էր եւ մենք մեծ քանակությամբ նախ ամբողջը քարքարոտ, մենք այդտեղ մեծ աշխատանքներ ենք կատարել եւ մոտ 60 մեքենա հող ենք լցրել, որովհետև տարածքը ձորակ էր։ Հետո տնկիներ ենք ձեռք բերել, տնկել։ Մենք ունենք 3 երեխա, որոնք այդ ընթացքում ուսանող է եղել եւ այլ, նրանք այդ բնականաբար այդ բերքը մեզ բավականին օգնել է, բայց այնպես չի, որ միայն մենք ենք վայելել, մենք սեզոնին այդ բերքը նաեւ զորամասեր ենք տարել, օրինակ շատ անգամ։ Նախքան պատերազմից հետո տարել ենք Վերին Շոշայի, որ այդտեղ զինվորներ կային։ Ասեմ մարկային առումով դա եւ դա մեր եկամուտի ապրուստի միջոց է եղել, այո։ Տիկին Էմա, դեպքի մասին դուք անմիջապես ձեզ տեղեկացաք, թե տեսել եք, որ կտրում են ծառերը, ինչպես չփորձեցիք բարձաբանում ստանալ համայնքի ղեկավարից, այս ինչ եք անում, մարդու հացի աղբյուրն եք կտրում, կայիք բարձաբանեիք, իսկապես մեր ծառերը կարող էինք այլ վայր տեղափոխել, մեր գործունեությունը այլ վայրում իրականացնել, բայց այսպես ես պատասխանեմ այդ հարցին, ամբողջ ծառերի հատման գործընթացը Տիկին Էման նկարել է։ Այո։ Ոստիկաններ են այդտեղ եղել,
ոստիկանների առաջ էլ բարձրաձայնել է, ասել է հարգելի ոստիկաններ, ծառերը ապօրինի են կտրում, ոստիկանները չեն միջամտել ու նույնիսկ չեն ասել լավ ժողովուրդ, եթե կտրում եք, հələ մի թույլտվությունը տվեք, տեսնենք որ փաստաթղթի հիման վրա եք կտրում այս ծառերը։ Ոստիկանների անգործությունն է կա այստեղ։ Այն անձը, ով ծառերը կտրել է, ասել է ես մրցույթը հաղթող անձն եմ, մանկապարտեզ կառուցող եւ դրա համար է կտրում եմ։ Այստեղ մեզ համար դա այս մասով է քննություն չի իրականացվել։ Այսինքն մանկապարտեզը կառուցողը ինքը անձամբ էր եկել ծառերը կտրել։ Այո, ինքը արդեն եկել էր մանկապարտեզ մրցույթը հաղթել։ Ով է։ Գեհամ Աբրամյան ներկայացավ ինքը, չգիտեմ ինքը։ Կա ինչ-որ իշխանության հետ կապեր կանոնայցան փորձել եք բարձել։ Չեն կարող ասել։ Ես էլ չեմ կարող ասել, բայց ես իրեն համայնքապետարանը տեսել եմ, եղել եմ մի քանի անգամ, որ մինչև այդ մենք ինքներս փորձել ենք, երբ որ տեսանք, որ իրանք տենց փորձում են հատել, մենք էլ ենք փորձել ինչ որ զուգահեռ եզրեր գտնել համաձայնության, հա, ինչ կարելի անել։ Ես իրան տեսել եմ այդտեղ, բայց կոնկրետ ինքը ներկայացել է որպես Գեգամ Աբրամյան, ես կարող եմ ասել այնքան կոպիտ վերաբերմունք, որ ինքը ինձ հրեց, ես այդ տեսագրություններն ունեմ հեռախոս ձեռքիցս։ Ինչու՞։ Շփրտեց, երբ որ ես նկարում էի իրենց, ինքը դրանից շատ խիստ բարկացավ, ինչու ես նկարում, ասես բոլորիդ եմ ուզում նկարեմ, բոլորի դեմքերը ուզում եմ ֆիքսեմ։ Ձայնագրությունը կտրամադրի մեր համաձայնություն։ Եվ ինքը վերցրեց ինձ հրեց հեռախոսը ձեռքիցս փորձում էր շպրտել, մի խոսքով այդ գիտեք վերաբերմունքը խիստ, այսպես ասեմ, թշնամական տրամադրված։ Սա ոչ թե անգամ օրենքի սահմաններում գործող, այլ խիստ թշնամական, կարծես թե անձնական մարտի դուրս եկած լինեին մեր դեմ, չգիտեմ, որովհետև երբ որ մենք փորձել ենք որևէ եզրեր գտնել համաձայնության, իրենք միշտ մեզ առ են համարել։ Մենք փորձել ենք եւ անձնապես ենք գնացել այնտեղ Համայնքի ղեկավարին անձամբ։ Եվ այո, երբ որ մենք ասեցինք, որ այդ դեպքում մեզ ուրիշ բան առաջարկեք, եթե դուք մեզ փորձում եք այդտեղից հանեք, մեզ ուրիշ բան առաջարկեք։ Չի եղել որևէ առաջարկ, որևէ երբ որ մենք ասցինք ինչու մյուս հատվածում չէ, որտեղ գյուղի գլխավոր հատակագծով նախատեսված էր տարածքը եւ այնտեղ տարածքն էր բավականին մեծ է, համայնքապետը գուցե եւ թռավ ուղակի բերանից կամ գուցե եւ ուղակի մտերմաբար փորձեց ասել, բայց արտահայտությունը դրա այդ գործ ունեք, դա տեր ունի։ Ես այստեղ ավելացնեմ, տեսեք, համայնքը մարզպետարանին կեղծ տեղեկություններ է տվել, ասել է, թե իբրև Տիկին Էմային եւ նրա ամուսնուն այլ տեղ հողատարածքներ են առաջարկել, քանի որ իրենք նախապատվություն իրավունք ունեն այդ ձեռք բերելու, քանի որ այդտեղ մանկապարտեզ էին նախատեսել կառուցել, այլ տեղ հողատարածքներ են առաջարկել, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ու ընդ որում գրվել է բազմիցս են այդտեղ հողատարածքներ առաջարկել։ Լավ, եթե առաջարկում էիք, մարդիկ իրենց ծառերը կտեղափոխեին այնտեղ։ Այստեղ խոսքը վերաբերում է 80 մեծ ծառերի մասին, բերքատու։ Ես ուզում եմ մի դեպք հիշեցի 2016 թե 15 թվականներ, երբ Դավթաշեն վարչական շրջանում մի քանի ծառ էին հատել, ծառ հատողին միանգամից ծառ հատողին տան տարածքի ծառերն են։ Այո, շատ մեծ արձագանք ստացավ ծառ հատողի 4 ծառը ընդ որում անձին տարել էին բաժին։ Կալանքի խափանամիջոց կիրառեցին, մեղադրանք առաջադրեցին, կալանքի տարան եթե չեմ սխալվում, 1 ամիս թե 2 ամիս կալանքի տակ պահեցին այդ անձին։ Ընդ որում այդ ծառերը կտրվել էր ոչ թե ամենաներքևից, կտրվել էր կեսից, որ այդ ծառերը նույնիսկ կարող էին աճել։ Բայց այս դեպքում այնտեղ 4 ծառի մասին էր խոսքը գնում։ Այս դեպքում 80 ծառի մասին է խոսքը գնում։ Տիկին Էմա, ձեզ հասցված վնասը ինչքան է։ Դուք փաստացի ձեր ծառերի փոխհատուցումն եք դատելով իրավիճակից պահանջում, որ համապատասխան անձիկ որևէ, այսպես ասած, նորմալ առաջարկ չանելով, ձեր հացը կտրելով, պտղատու ծառերը հատել են եւ հիմա փոխհատուցումը
անխուսափելի պետք է լինի եւ նաեւ այն անձանց գործողությունները, որոնք մինչ այդ գործողությունների դիմելը պետքա համապատասխան գրություններով հիմնավորեին, որ նոր գնային այդ քայլին, եւ պատասխանատվությունը եւ փոխհատուցումը։ Ինչքան վնաս են տվել։ Պատասխանատվությունը փաստ է մի բան, որ իրավապահ շահագրգռվածություն ունեն, քանի որ իշխանության հետ գործ ունեն, քրեական կառույցը չի նախաձեռնում։ Իսկ ինչքան վնաս են հասցրել։ Կա հստակ գիծ։ Այո, մենք դիմել ենք անկախ փորձագետի, եկան իրենք նկարեցին, ամբողջ հաշվարկեցին եւ դա կազմել է 19 ծառերի գումարը, կազմել է 19.700.000 եւ մի քիչ ամեն դրամ։ Այսինքն կա փորձագետի եզրակացություն հստակ ծառերի արժեքի, պատճառած վնասի արժեքի հետ կապված։ 4 օր առաջ Նիկոլ Փաշինյանը արտաշատում էր եւ հանդիպում էր ունենում, բնակիչների հետ էր հանդիպում, խնդիրների մասին էր բարձրաձայնում, չգիտեիք այցի մասին։ Այցի մասին բոլորովին տեղյակ չենք եղել, ասեմ, որ ինքը համայնքապետն էր, որ այցելում է գյուղ, ինքը երբևէ օրինակ մենք տեղյակ չենք եղել։ Կարծես գաղտնի գնան, մենք հանկարծ տեղյակ չլինենք։ Նույնը Արտաշատ համայնքում ինքը եղել է, պարոն վարչապետը, մենք տեղյակ չենք եղել եւ բայց ես հետևում եմ հեռուստացույցով, այսինքն նաև համացանցով բոլոր տեսակրությունները, այնտեղ երբ որ վարչապետը մտավ ինչ որ խանութ եւ խոսում էր տարածքի մասին, ասեց, հա, այդ գյուղն է, որ մանկապարտեզի հարցը ո՞րն էր, այդ ո՞ր գյուղն էր ու շատ արագ սահուն ձևով այդ պահ անցկացրեցին, Ջրաշենի անունը չտրվեց։ Համայնքապետին էր հարցող։ Այո, շրջանցեցին շատ սահուն ձևով այդ պահանջը։ Արտեզը հիմա կանգուն է, կա գոյություն ունի։ Մանկապարտեզի շինարարությունը գնում է այս պահին, կառուցվում է, չգիտեմ ինքը կլինի արդյոք մանկապարտեզ թե չէ, հարցը նաև այսպիսի մի բան, դպրոցը, Ջրաշենի դպրոցը, մենք ունենք 200 մոտ 30 աշակերտ, եւ նախակրթանում սովոր կա մոտ 20 երեխա, մանկապարտեզը կառուցված է այնքան մեծ մասշտաբով, որ բոլորովին նման չի մանկապարտեզի, շատ մեծ, այսինքն դա 40-60 երեխայի համար չի, գյուղում այդքան երեխա չկա։ Ես ուզում եմ ասեմ, անհաշվարկ այնպիսի ծախսեր ա եղել, օրինակ շատ ավելի հարմար էր Գագիկ Հաջոյան 39-ում կառուցել, որովհետև այնտեղ նախորդ գյուղապետի ընտրությունների ժամանակ հիմքի աշխատանքներ էր կատարվել, փորել էին, ցեմենտ էին լցրել եւ այլ, հիմքի աշխատանքները կատարված էր։ Հետո շատ արագ դա այն տարածքն է, որը տեր ուներ։ Ես մի քիչ առաջ ներկայացրեցի, ընտրություններից անմիջապես հետո ծածկվեց դա, անմիջապես։ Իրանք կարող էին այնտեղ կառուցել, այնտեղ հիմքի աշխատանքները կատարված էր, բայց այստեղ քանդման աշխատանքները, այստեղ կառուցման աշխատանքները, այդ ամեն ինչը ծառերի վնասը եւ այլն, դրանք մեծ գումարներ են, պետությունը անհաշվարկ այսպիսի մեծ շենքը կասկածներեք միգուցե բիզնես գործունեություն եւ այլն։ Այո, սա մի տեսակ կասկածելի է, ինչևէ եթե այսքան մեծ ծավալ չստանար, գուցե իրանց նպատակով, որտեվ անկեղծ ես ունեմ մեծ կասկածներ, արդյոք իսկապես իրենք ուզում էին այնտեղ մանկապարտեզ կառուցեին։ Ինչու՞։ Որտեվ երբ որ իրենք մեզ մերժեցին այլևս պայմանագիր կնքելու մեր հետ այդ տարածքի համար, դա արդեն 25-րդ տարվա մասին է խոսքը, եւ դա 22 թվականին էր։ Իրանք պատճառաբանեցին, որ մենք այդտեղ կառուցելու ենք մանկապարտեզ։ Բայց շին թույլտվություն իրենք ստացել են 3 տարի հետո։ Շատ հետաքրքիր էր մեզ այդտեղից վտարելու եւ 3 տարի հետո նոր շին թույլտվություն ստանալու այդ ժամանակահատվածը։ Ես ներողություն եմ խնդրում, այստեղ հարցը մեր կողմից բարձրացվող հարցը չի վերաբերում մանկապարտեզ կառուցել չկառուցելու, այլ վերաբերում է ծառերին, այն հարցը դա այլ հարց է, որ Տիկինեմայից այդ տարածքից հանելով մեկ այլ տարածք կարող էին տրամադրել, ինչպես որ իրենք էին ասել, բազմիցս առաջարկել ենք։
ամբողջ հարցը վերաբերում է ուղիղ մի բանի, լավ 80 ծառ մեծացնելը պետության համար խնդիր չի, որ ինչ որ մեկը կամայականորեն կարող է ծառերը որոշել ու կտրել։ 80 ծառը դա մեծ այսօր գյուղատնտեսության հետ կապված հարցերում 80 ծառը դա մեծ մի ընտանիքի համար գյուղատնտեսական մի մեծ արժեք ներկայացնող եկամուտ բերող ապահովող մի գյուղատնտեսություն է։ Ինչու պետք է այս եղանակով ուղղակի ինչ որ մեկի կմահաճությամբ դա կատարվի ոչ մեկ պատասխանատվություն չկրի։ Սա է ամբողջ հարցը։ Պարոն Մուրադյան, դուք նշեցիք, որ գործը դատարանում է, ըստ էության նախաքննական մարմինը գործը որ կարճել է, դուք այն բողոքարկել եք դատախազին, դատախազը եւս մերժել է եւ մա գործը դատարանում է։ Մենք կհետևենք գործի քննությանը, հասկանալու համար թե դատանը ինչ որոշում կկայացնի, արդյոք կպարտադրի նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել եւ պատշաճ քննություն իրականացնել։ Նաեւ ինքներս հետեւողական կլինենք ձեր հետագա քայլերին Ես հասնելու համար։ մի բան էլ ավելացնեմ, որպեսզի քանի որ պետական իրավասու կառույցները տեսնելով, որ նման իրավիճակով կարող է խնդիրներ առաջանալ, արհեստականորեն նաև տիկին Էմայի եւ նրա ամուսնու նկատմամբ մեղադրանք են առաջադրել մեկ այլ վարույթի շրջանակներում ինքնիրավչության համար իբրև թե մանկապարտեզի կառուցմանը խոչընդոտել են։ Այնինչ տիկին Էման եւ նրա ամուսինը ոչ մի ձևով չեն խոչընդոտել, նրանց ոչ մեկ չի ասել այդ տարածքից դուրս եկեք, նրանք դատարան են դիմել, ասել են ընդամենը մենք դատական պաշտպանության իրավունքից օգտվելով ուզում ենք, որ այդ նախապատասխան իրավունքով տրվի մեզ։ Իդեպ շատ կարևոր հանգամանք կա։ Համայնքը 2007 թվականին 90 թվականից տիկին Էմայինք այդ տարածքը տիրապետում են, համայնքը որոշել է 2007 թվականին ավականիով, որ այդ տարածքը պետք է վաճառվի։ Այսինքն տիկին Էմայինք բոլոր ակնկալիքները ունեին, որ դա կարող է վաճառվել եւ իրենց վաճառել։ Իրենք գնորդ լինեին։ Փաստորեն այս պայմաններում նույնիսկ նման մեղադրանք են առաջադրել, բայց ես ասեմ դա ուղղակի ճնշման միջոց է, որպեսզի ճնշեն այս անձանց նկատմամբ լրացնելու համար։ Դա շատ էժանագին եւ ոչ պատշաճ վարքագիծ է նման արարք։ Շնորհակալ եմ, ինքներս նաև հետևողական կլինենք, տեսնենք քրեական վարույթը ինչ վախճան կունենա, էլի ինքնիրավություն եւ այլն, մեղադրանք, այսինքն եւ ամուսնու եւ տիկին Էմային մեղադրանքը կառաջադրված դեռ նախաքննության փուլում է պարոն Մուրադյան գործը, թե ոչ դատարանում է, բայց մեզ ընդհանրապես դա չի հետաքրքրում, որովհետեւ դա երկրորդական 10-րդական հարց է։ Մենք դատական պաշտպանություն ենք իրականացրել, դատան հայցի ապահովման միջոց է կիրառել, մեր նկատմամբ դատական պաշտպանության իրավունքի օգտվելու համար ինքնիրավչության մեղադրանք է առաջադրվել առանց ասելու դուրս եկեք այս տարածքից, առանց ասելու որ այդ ծառերը կտրելու ենք։ Շատ բարի, շնորհակալ եմ պարոն Մուրադյան, շնորհակալ եմ։ Եվ մենք էլ ենք շնորհակալ։